կարող ենք ներբեռնել հայտնի մարդկանց անուններ եւ այնտեղ կբերի նրանց մասին տեղեկություններ եւ նկարներ։ Գագիկն արդեն 4-րդ անգամ է մասնակցում ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ամառային դպրոցին։ Մի քանի խաղ է ստեղծել։ Հիմա աշխատում է որոնողական ծրագրի զարգացման ուղղությամբ։ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվող ամենամյա դպրոցը 10 տարում 2000 շրջանապարտ է ունեցել։ Այս տարի մասնակիցների թիվը գերազանցում է 220-ը։ Այս տարի ավելացել են նաև խաղային տեխնոլոգիաները, գրաֆիկ դիզայնի երկրորդ մակարդակ ենք ուսումնասիրում արդեն, այսինքն մենք անընդհատ փորձում ենք ժամանակակից տեխնոլոգիաները ներգրավել մեթոդաբանությամբ միասին ամառային դպրոցի շրջանակում։ Այստեղ շատ կարևոր հմտություն կա, դա մտածել է, այսինքն սովորեցնում ենք մեր աշակերտներին սովորեն մտածել։ Հիմնական նպատակներից է, որ այդ երեխաները կրթություն ստանալով ապագայում ստեղծեն իրենց սեփական բիզնեսը կամ շատերը նաև ներգրավվեն հենց տեղական ընկերություններում, որը իմ կարծիքով բավականին արդյունավետ է այն տեսանկյունից, որ այդ աշակերտները ապագայում նաև երիտասարդները կմնան իրենց երկրում եւ իրենց գործունեությունը կծավալեն։ Ծրագրի շրջանակներում կրտսեր տարիքային խումբը ուսումնասիրում է Scratch, Kodu, Adobe Illustrator եւ այլ նմանատիպ ծրագրեր, որոնք զարգացնում են ալգորիթմիկ մտածողությունը, այնուհետև ըստ իրենց անցած նաեւ ճանապարհի ընտրում են իրենց հետագա ուղղությունը եւ մասնավորապես հասնում են այն արդյունքի, որ լիարժեք վերջնական նախագծեր են ներկայացնում եւ նաեւ շեշտը դնում ենք ոչ միայն մասնագիտական գիտելիքի փոխանցմանը, այլ նաեւ հիմային հաղորդակցման հմտությունների զարգացմանը։ 2 ամիս տևողությամբ ամառային դպրոցի ընթացքում 10-ից 18 տարեկան աշակերտները ձեռք են բերում ծրագրավորման հմտություններ, սովորում եռաչափ մոդելավորում, գրաֆիկական եւ վեբ դիզայն, ծանոթանում խաղային տեխնոլոգիաներին, ինչպես նաեւ մասնակցում անգլերենի եւ մաթեմատիկայի դասերի։ Առաջին տարում մենք անցել ենք Kodu եւ Scratch, այդ ծրագրերով ստեղծել եմ բազմաթիվ խաղեր եւ ցույց եմ տվել իմ ծնողներին եւ մյուս տարի մենք անցել ենք Click Team ծրագիրը, որով նույնպես ստեղծել եմ որոշ խաղեր եւ ցույց եմ տվել նաեւ դահլիճում բոլոր այստեղի ուսուցիչներին եւ աշակերտներին։ Կստեղծեմ նոր օգտակար ծրագրեր առաստական բանականությամբ, որոնք օգնում են մարդկանց եւ լուծում են նրանց խնդիրները։ Այս դասընթացները ինձ շատ են օգնում ապագայի համար, քանի որ ինձ շատ գիտելիքներ են տալիս եւ այդ կարող է ինձ օգնել իմ մասնագիտության համար։ Մենք հիմա նոր ծրագրի մեջ պետք է անցնենք վեբ ծրագրավորում եւ դա ինձ արդեն շատ մեծ պրոգրես կտա իմ մասնագիտության համար։ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում քայլեր են ձեռնարկում տարածելու ամառային դպրոցների անցկացման իրենց հարուստ փորձը, ստեղծագործ մտքի հարթակներ ստեղծելով նաեւ այլ մարզերում։ Սերինե Սերոբյան, Թերեզա Հայրապետյան, լուրերի համար։